Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, Կոտայք հեռուստաընկերության եթերում բարի լույսն է։ Ուրախ եմ, որ արթնանալուն պես անմիջապես միացել եք մեզ, իսկ մենք պատրաստ ենք գունավորելու ձեր գարնանային առավոտները մեր հետաքրքիր թեմաներով և ջերմ զրույցներով։ Այսօր ապրիլի 23-ն է, գրքի միջազգային օրը։ Այն հիշեցնում է մեզ այսօր գրականության անսպառ ուժի մասին։ Գիրքը մեզ տանում է սահմաններից անդին, բացում նոր աշխարհներ, ձևավորելով մտածողություն և հոգի։ Այսօրը հիանալի առիթ է վերարժևորելու ընդհանրության մշակույթը և շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր ստեղծում են գրքեր։ Եվ պատահական չէ, որ այսօրը կապվում է նաև աշխարհի ամենահայտնի գրողներից մեկի Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան և մահվան օրվա հետ։ Նա մեզ թողեց ոչ միայն բառերով լի էջեր, այլև մարդկության էության խորագույն բացահայտում։ Նրա ստեղծագործությունները այսօր էլ մեզ զարմացնում են իրենց իմաստությամբ ու հոգեբանական խորությամբ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ չփոխել հեռուստաալիքը, քանի որ քիչ հետո մենք ունենալու ենք շատ հետաքրքիր զրույց։ Իսկ մինչ այդ առաջարկում եմ լսենք հաճելի երաժշտություն, վայելենք այն և շարունակենք եթերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ, ես ինչպես նշեցի, այսօր գրքի միջազգային օրն է և այդ առիթով մեր տաղավարում հյուրընկալել ենք Հրազդանի համայնքային գրադարանի հողակի տնօրեն Ասատրյան Կարինեին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերությունելու համար։ Ողջունում եմ բոլորին։ Մաղթում եմ Աստծո բարեբանանքով լի օր։ Եվ նախ շնորհավորում եմ ձեզ, որպես գրադարանի տնօրեն, հենց գրքի միջազգային օրվա առթիվ և կնշեք, թե այսօր գրադարանում ինչ միջոցառումներ են պատրաստվում կազմակերպել։ Շատ բարի։ Ինձ թվում է գրադարանային և առհասարակ գրքի մշակույթի հետ կապված ամեն օրն է տոն, բայց շատ կարևորում եմ այսօրը նրանով, որ ևս մեկ անգամ հանրայնացնելու, առավել հասանելի դարձնելու օր է և ընթերցանությանը խթանելու օր։ Գրադարանները, ինձ թվում է չկա երևի Հայաստանի Հանրապետություն թերևս մեկը գրադարան, որ գոնե այսօրվա հետ կապված որևէ տոնական նպատակային միջոցառում կազմակերպած չլինի, լիահույս եմ։ Եվ մենք այդպիսի միջոցառումներ շատ հաճախակի ենք կազմակերպում, եթե դուք այդպես ավելի հետևողական լինեք և կտեսնեք այն, որ մշակութային շարժը բավականին գրադարաններում պահպանված է և արժևորման ենք գնում դեպի, դա շատ ուրախալի է։ Ունենք այսօրվա հետ կապված կոնկրետ համայնքային գրադարաններում գրողի հետ հանդիպում, նոր հեղինակի, ունենք ընթերցանության մարաթոն, ունենք հնատիպ գրքերի ցուցադրություն և նմանատիպ միջոցառումների շարքեր։ Ասեմ, որ Հրազդան համայնքային գրադարանը կազմված է 9 գրադարաններից և 9 միջոցառում թերևս այսօրվա համար մենք պատրաստել ենք։ Իսկ հատկապես ինչ եք նկատում, գիրքը ինչ ազդեցություն ունի հատկապես երիտասարդների շրջանում։ Երիտասարդների շրջանում։ Ի զարմանս բոլորի, ինձ թվում է թյուր կարծիք կար հասարակ, որ երիտասարդները չեն ընթերցում, բայց ի զարմանս բոլորի կմատնանշեմ, որ երիտասարդները ոչ թե չեն ընթերցում, այլ տեխնոլոգիական պահանջները, երբ դու ապահովել կարողանում ես գրադարանում, երիտասարդները մեր հանրության ամենաակտիվ ընթերցողներն են։ Եվ այստեղ մեր խնդիրն էլ կա, ընդհանուր հանրային եւ առհասարակ հանրապետության խնդիրը, որ մենք պետք է երիտասարդների համար ստեղծենք ժամանակակից պայմաններ, գերհագեցած տեխնիկայով, 3D տպիչներով գրադարաններ, թվային գրադարաններ, էլեկտրոնային գրադարաններ, այսինքն մենք եթե մեր ավանդականը միայն մատուցենք, երբեք երիտասարդը գրադարան չի այցելի։ Շատ կարևոր է այն փաստը, որ չմոռանալով ավանդականը նորարար գրադարանը անպայման մենք մատուցենք եւ ճիշտ հրամցնենք, որպեսզի երիտասարդը հետաքրքրվի եւ այցեր կազմակերպի գրադարան։ Եվ թեպետև երիտասարդները շատ ու շատ առցանց այդ գրադարանային հարթակներից են օգտվում, բայց կան հատուկ գրականություններ, մասնագիտական որոշակի գրքեր, գեղարվեստական գրականություն, որոնք հենց տեղում ընթերցասրահներում մեր երիտասարդ ընթերցողները ընթերցում են եւ սա շատ ուրախալի է։ Մի փոքր եթե մենք կարողանանք նպատակաուղղված սեմինարներ, համակարգված, համալիր ինչ-որ ծրագրեր մշակենք, մենք երիտասարդներին անպայման կկարողանանք
կապել այս կարևորագույն օջախների հետ։ Ես ինքս գրադարանները համարում եմ կրթական, մշակութային ամենակարևոր օջախները եւ այս դեպքում մենք կկարողանանք, եթե ճիշտ աշխատանք կազմակերպենք, ճիշտ համալիր միջոցառումների ցանկ, ապա երիտասարդները գրադարաններից այլևս չեն հեռանա։ Ինչպես նշեցիք, գրադարանները պետք է նաև հարմարվեն նոր տեխնոլոգիաների հետ։ Այ կա արդեն համալրումներ, օրինակ էլեկտրոնային ձևով գրադարանները համալրված են։ Ես ընդհանուր տվյալներ չեմ կարողանա ասել, բայց կոնկրետ համայնքային գրադարանները մեր Երազդանի իդեմս մեր համայնքի ղեկավար պարոն Սևակ Միքայելյանի, որը ոչնչի որևէ հարցը, երբ դիմում ես գրադարանների հետ կապված, մշակույթի հետ կապված, որևէ բան չի խնայում եւ սիրով տրամադրում է, ասեմ, որ համայնքային 9 գրադարանները ինտերնետով ապահովված են, ունենք համակարգիչներ եւ համակարգիչներ ունենք եւ նաեւ մեզ շարունակում է նվիրատվության ձևով այդպես մեր համակարգացի պարոն Վահան Միսակյանը օգնել նա ինտերնետ միության օգտագործողների Հայաստան հատված ՀԿ-ի անդամ է, ինչպես նաև համայնքային գրադարանների համակարգող եւ բավականին մտահոգ է ինչպես մեր համայնքի, այնպես էլ մնացյալ մարզերի եւ համայնքների գրադարանային այդ հարցերով եւ շատ է օգնում եւ մեր համայնքի ղեկավարը եւս ուզում է, որ Հրազդան համայնքը ունենա մոդուլային տարբերվող ժամանակակից գերհագեցած տեխնիկայով գրադարան։ Հիմա այդ քննարկումների փուլում ենք, տարածքային խնդիր ունենք, հենց տարածքային խնդիրը մենք կարողացանք լուծել, ապա ունենալու ենք թերևս լավագույն գրադարաններից մեկը։ Նաև եւ տեխնոլոգիաների հետ կապված, այո, ինչու ոչ, տեխնոլոգիաները պիտի լինեն, ինչու։ Նորարար տեխնոլոգիաները գրադարանը ավելի շուտ պետք է լուր ընթերցասրահից վերածվի աշխատանքային աղմկարար վայրի, որովհետև մենք պետք է քայլենք ժամանակին համընթաց եւ դա է պահանջը, արդիական հնչեղություն ունեցող պահանջ է սա, եւ մենք ինչու պետք է զինենք տեխնոլոգիաներով, որպիսի մեր մշակութապահպան օջախները բացի մշակույթը պահպանելուց դառնան նաեւ ժամանցի վայր։ Իդեպ ասեմ, ես շատ կուզեի, որ այս լուր ընթերցասրահները, երբ որ կրթամշակութային այդպես գեղեցիկ հետաքրքիր աղմկարար կենտրոններ դառնան, բացի այդ նաեւ ինչու՞ չէ, մենք կարող ենք սրճարանային ընթերցանություն կազմակերպել, ինչը կնպաստի մեր երիտասարդներին ավելի մերձենալու գրքին, գրքի մշակույթին, ինչ ասել է սրճարանային ընթերցանություն։ Կարելի է կազմակերպել երեկոներ, հենց գրքի քննարկում հենց սրճարանում, կարելի է հենց գրադարանում, որ թեյի կամ սուրճի սեղանի շուրջ։ Այսինքն այս ամենը օգնում են, որպեսզի մենք կարողանանք ունենալ երիտասարդ եւ գրադարան սերտ համագործակցություն, որովհետեւ ինչի եմ անընդհատ շեշտում երիտասարդ, որովհետեւ հավատացեք, մենք այսօր տարեց ընթերցողների պակաս գրեթե չունենք։ Այն մարդիկ, ովքեր որ տարիներ առաջ ընթերցել են գրքի մշակույթի հետ ծանոթ են, այսօր եւս նույն մեր ընթերցողներն են, սա մեծագույն սիրով կարող եմ ասել։ Դրա համար շեշտս դնում եմ, ունենք լավ երիտասարդություն, ես բոլորովին հակված չեմ մտածելու, որ երիտասարդները լավը չեն կարդում, ուղղակի նախընտրում են որոշակի պայմաններ եւ որոշակի թեմատիկա, որոնք իրենց ավելի հոգեհարազատ են, ես սա ողջունում եմ։ Սրճարանների հետ կապված կարող եմ այսպիսի մի հետաքրքիր առաջարկ անել, եւ Հրազդան քաղաքում եւ Աբովյան եւ շատ Երևան քաղաքում բոլոր քաղաքներում Հայաստանի Հանրապետության օրինակ սրճարանի հետ համագործակցեն գրադարանները, ենթադրենք 2-3 գիրք է դրված սեղանին եւ այդ վայելելու ընթացքում 3 հարց պիտի հաճախորդը կարողանա պատասխանել։ Այդ դեպքում մեկ հյուրասիրություն անվճար։ Այսինքն այսպես թե այնպես եւ գրքի արդեն մշակույթը այսպես կձևավորվի հանրային միջավայրերում եւ մենք կկարողանանք նաեւ ունենալ գոնե ընթերցող նաեւ այդ հատվածում։ Ինձ թվում է, եթե երեխան 2-3 հարցի համար թեկուզ երիտասարդը թեկուզ ծերը այդպես թերթի գիրքը, սա էլ գրքի հետ, այո, եւ մշակույթը ձևավորվում եւ ընթերցանության խթան է հանդիսանում, կարեւորագույն խթան։ Իսկ այս ցանկությունը արդեն կա ցանկում նախատեսում եք այդպիսի բան ստեղծել։ Առաջիկա ծրագրերում, այո, ես նախատեսել եմ Հրազդան համայնքում թերևս, իսկ մնացած համայնքներին բնականաբար, եթե կուզեն կարող են համագործակցել իրենք էլ, բավականին լավ մտահղացում է։ Սա կարող ենք բացի
ասենք հենց սրճարանային այս միջավայրից տեղափոխել նաև այլ դաշտեր, նմանատիպ զարգացումներ ունենալ նաև այլ ոլորտներում, ինձ թվում է սա բավականին աշխատող միջոց է գիրքը եւ հանրայնացնելու եւ առհասարակ մարդկանց գրքի մշակույթի հետ առնչելու համար։ Իմ համար գրադարանը լավագույն մշակութապահպան օջախներից է մնում է եւ կմնա այդպիսին, ամենայն դեպս ինչքան է ժամանակները նորը լինեն, միևնույն է մենք կկարողանանք ունենալ առողջ հասարակություն, երբ ունենանք ընթերցած եւ բանիմաց մարդիկ։ Այսինքն սա բանալիներից մեկն է, մեր հասարակության զարգացման բանալիներից մեկը։ Նաև նշեցիք, որ մենք ունենք լավ երիտասարդություն եւ ուղղակի նրանց համար անհրաժեշտ են լավ պայմաններ եւ նաև հատուկ թեմաներ ընթերցանության համար եւ նկատում ենք, որ երիտասարդները հիմա ավելի շատ սիրում են նոր գրողների բեսթելերներ ընթերցել։ Այ ինչ եք կարծում, ինչու է նրանց ավելի շատ այդ գրականությունը հետաքրքրում։ Շատ բարի։ Սովորաբար այո, ես երբ զրուցում եմ եւ առհասարակ հաշվետվություն են ներկայացնում մեր գրադարանա, մեր սիրելի գրադարանավարները, անպայման մատնանշում են որոշակի գրքերի հերթագայություն, որ մեծ պահանջարկ ունի, անգամ գրադարաններում այդ գրքերը երբեք գրապահոցներում, գրապահարաններում բազմած չեն մնում, որովհետեւ իրենք մշտական օրավուր պահանջ ունեն։ Ես չեմ փնովի երբեք ժամանակակից գրականության ոչ թեմատիկան, որևէ բան, բայց միևնույն ժամանակ ես չեմ համարում, որ ժամանակակից գրականությունը լրացնում է դասական գրականությունը, բոլորովին ոչ։ Իմ կարծիքով դասական գրականությունը ուղղակի փոխարինում է ժամանակակից գրականությունը։ Բոլորովին դեմ չեմ, որ մեր երիտասարդները ընթերցեն, բայց միևնույն ժամանակ շատ կարևորագույն խնդիր եմ համարում մեր բոլորի կողմից, բոլոր գրադարանավարների եւ գրադարանային ոլորտով զբաղվող բոլոր մարդկանց, ինչու՞ չէ նաեւ նախարարության այն հատվածին, ովքեր որ այս օղակով զբաղվում են, մշակեն որևէ ծրագիր, որևէ ձևաչափ, որևէ թուղթ, որում ժամանակակից գրականության տպագրած այդ նորմերը պահպանված կլինեն, որովհետեւ մենք ունենք այսօր գրքեր շատ միգուցե շատ լավն են թեմատիկայով, ես բոլորովին դեմ չեմ, բայց միևնույն ժամանակ իրենք եւ տեսողությանն են վնասում, թղթի որակը ինչ է, սպիտակությունն է շատ, այսինքն եթե դուք նայեք մեր դասական գրականության գրքերը, մենք գրքեր ունենք անգամ թեկուզ 500 տարվա պատմություն ունեցող գրքեր հնատիպ եւ իրենց եթե 200-300 էջել ընթերցես, անգամ աչքերի տեսողության հետ երեխան կամ տարեցը որևէ խնդիր չի ունենա, հա, բայց ես իմ խնդրանքն է, մեծագույն խնդրանքը, որ բոլորս միտված լինենք նրան, որ հատուկ ձևաչափի պահպանման գործընթացում նոր թույլ տալ այդ գրքերը հրապարակել եւ հանրայնացնել, որովհետեւ սրանք ես միգուցե հիմա այսպես մի փոքր խիստ թվասելիքս, բայց իրապես մենք խնդիր ունենք տեսողության առանց այն էլ այսօրվա զարգացած տեխնոլոգիական դարում երեխաները շատ հաճախ համակարգիչներից, խաղերից եւ այլն օգտվում են եւ պատկերացրեք, որ նաեւ պահանջ կա այդ նոր ժամանակակից գրականություն ընթերցելու եւս մեկ անգամ մենք իրենց տեսողությունը վնասում ենք նաեւ թղթի վատ որակի, սխալ ընտրված տառաչափի եւ այլնի հետ կապված իմ հորդոր խնդրանքը։ Իսկ երիտասարդները, որ կարդում են ժամանակակից գրականություն, բոլորովին դեմ չեմ, թող ընթերցեն, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանան, որ գեղարվեստական գրականությունը հույզեր է ձևավորում, աշխարհընկալում, ապրումակցում հերոսներին։ Մենք այսօր շատ ունենք պակաս հերոսներին, մարդկանց այդպես հասկանալու դա գալիս է հենց նրանից, որ քիչ են ընթերցում դասական մեր գրողներին եւ իրենք այդ ապրումակցելու հոգեբանությունը իրենց մոտ այդ ինքնավելլուծելու, ինքնաճանաչողության այդ գործիքները իրենց մոտ մի փոքր բացակայում են։ Իմ խնդրանքն է համայն հայությանը եւ առհասարակ մեր երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան հենց այո, ժամանակակից գրականության հետ միասին համատեղել նաև մեր դասական գրողներին եւ կունենանք սերունդ, որոնք ոչնչով չեն, այո, չեն կարողանա այսպես հայրենասեր չլինել, չսիրել իրապես, չապրումակցել, չզգալ, չխորհել։
Իսկ ինչ եք նկատում, երբ որ երիտասարդները հիմա ավելի շատ սիրում են ժամանակակից գրքեր կարդալ եւ մոռանալով, այսպես ասած, դասականը։ Ինչ եք նկատում, օրեր, տարիներ անց նաեւ դասականը լիովին մոռացվի երիտասարդության կողմից, թե այդպիսի բաց չեք նկատել։ Չեմ կարծում, բայց եթե մենք որևէ բան չանենք եւ այսպես նստենք, եթե երիտասարդությունը հիմա թեկուզ անգամ այց չի ուզում անել գրադարան, այսօր շատ նպաստավոր պայմաններ կան հեռահար գրադարանից օգտվելու եւ մենք գրադարան խելացի գրադարանավարի շնորհիվ այս խնդիրը երբևէ չենք ունենա։ Ինչ ասել է խելացի գրադարանավար, այսինքն եթե գրադարանավարը կարողանա որոշակի ուղղորդող ճշգրիտ աշխատանքներ տանել, հա, անպայման կկանչի, այսինքն ջերմ կանչող մթնոլորտ ստեղծելու դեպքում դասականների ինչ որ գրքեր վերլուծելու, քննարկելու արդյունքում ես կարծում եմ չի մոռացվի։ Եթե երեխան երիտասարդը չի ուզում, հա, որևէ դասական, մենք դա կարող ենք լրացնել աուդիոգրքերի միջոցով, մենք դա կարող ենք լրացնել հատուկ ֆիլմերի միջոցով, հենց գրադարաններում ցուցադրելու, սա իր մշակույթ է, այո։ Եթե երեխան ֆիլմը դիտեց, մենք բոլորս գիտենք, որ ֆիլմը մի փոքր հեռանում է գրքից, այսպես ասած, բայց միևնույն է, երեխան երբևէ այդ ֆիլմը հենց այնպես իր մտքում պահած չի հեռանա գրադարանից կամ աուդիո գիրքը լսելուց ոնց էլ չլինի իրեն որևէ մի բան նա կորսա իր ներաշխարհում իր հոգում մի փոքրիկ անկյունում ծվարած կտանի իր տուն եւ հետո միգուցե այցանի գրադարան եւ պահանջի նույն ֆիլմի գիրքը աուդիո գիրքը թեկուզ մենք այդպես էլեկտրոնային տարբերակով իրեն կհատկացնենք 1-2 անգամ լսելուց բնականաբար դա մեծ ազդեցություն կունենա իր հետագա զարգացման եւ հոգեկերտվածքի վրա։ Նաեւ շատ հաճախ ասում են, որ պետք է գիրքը ընթերցենք, նոր նայենք այդ գրքի հիման վրա, դիտենք նկարահանված ֆիլմը։ Ես դա որպես տենդենս տարիներ շարունակ դա է ճիշտը, մենք դա գիտենք, մեծ ծերունդը առհասարակ հրաշալի դասախոսներ եմ ունեցել, մասնագիտության բանասեր եմ, խոնարհումս բոլորին, իրապես մենք եւ դպրոցի ուսուցիչները եւս մեզ կարողացել են տանել այդ գրականության խորխորատները եւ գրականության պառնասի բոլոր ներկայացուցիչներին դարձնել մեր ընկերը, մեր կյանքի ուղեկիցը, մենք այսօր նույնը պիտի անենք։ Մենք էլ, եթե մենք տեսնում ենք արդի պահանջը, որևէ խնդիր չկա այստեղ։ Ինչ անենք, եթե երեխայի պահանջն է, մենք ոչինչ ֆիլմը ցուցադրելուց հետո իրեն կտանենք դեպի գիրքը, որովհետև այսօրվա երիտասարդին, երեխային, միջին դպրոցից սկսած դու երբևէ ոչնչով զարմացնել չես կարող, անգամ այսօր մեծ խնդիր ունեն դպրոցի ուսուցիչները, այսօր ոչ թե պակասել է հարգանքը, ես բոլորովին դեմ եմ դրան, այլ ժամանակները այնքան առաջադեմ են, որ այսօր բոլորը խնդիր ունեն, եւ ուսուցիչը, եւ դաստիարակը, եւ գրադարանավարը, այսինքն դաստիարակության երեխայի հետ աշխատող ցանկացած անհատ, ցանկացած մարդ այսօր խնդիր ունի երեխային իր դաշտ բերելու։ Սա եզակի չի, ինչպես բոլորի խնդիրն է, այնպես էլ գրադարանավարին էլ համարում եմ հենց կրթական միջավայրի աշխատակից, ինչու, որովհետև նա էլ պիտի այսօրվա գրադարանավարը այնքան գրագետ պիտի լինի, որպեսզի կարողանա կրթության բովանդակությունը բերել, շաղախել գրադարանին եւ կարողանալ մեկտեղելով որևէ արդյունքի հասնել։ Եվ ես կարծում եմ, թող լինի երիտասարդների եւ երեխաների ցանկությամբ։ Այստեղ մենք ոչ մի կորուստ չենք ունենա, միջոցներ է պետք, հնարներ է պետք կիրառել, նոր մեթոդներ, նոր արարություններ, ասեմ, որ մեր ժամանակակից երեխաները իրենք իսկ մեղավոր չեն, որ այդպես է իրենց մտածողությունը եւ աշխարհընկալումը բոլորովին տարբեր է, մենք ոչ թե պետք է քննադատենք, այլ հաճախակի պետք է հասկանանք իրենց եւ իրենց համար նպաստավոր պայմաններ ստեղծենք։ Այդ նպաստավոր պայմանների արդյունքում մենք ունենանք, ինձ թվում է, հաջողություն, իսկ հաջողությունը փոքրիկ քայլերի արվեստով է լինում, մենք երբեք չենք կարող թռիչքային հաջողություններ ունենալ, ըստ իս թռիչքային շատ հաջողություններ, դրանց վերջաբանը այդքան էլ այդպես ողջունելի չի եւ մանր քայլերի, փոքրիկ քայլերի արվեստը բավականին շատ եմ սիրում, պետք է փոքրիկ քայլերով առաջ ընթանալ։ Նաև հիմա շատ երիտասարդներ, թեկուզ երեխաներ ուզում են ընթերցեն գրքեր, բայց կան երեխաներ, նաև չեն սիրում ընթերցանություն։ Այ ինչպես պետք է աշխատել երեխաների հետ եւ ինչ գրքերից պետք է սկսել, որպեսզի նրանց մոտ առաջանա սեր դեպի գիրքը։
Ուրեմն շատ կարևոր է այստեղ եւս, այստեղ միայն գրադարանավարի խնդիրը չի այս հարցի լուծման դեպքում, այստեղ ամեն ինչ սկսվում է նախ տնից, նախ տանը մարդիկ այսօր ցավալիորեն հանում են իրենց բոլոր գրքերը տներից եւ չեք զարմանա, եթե ես ասեմ, որ անգամ աղբարկղերի կողքին գրքեր եմ տեսել եւ հավատացեք մեր գրադարանավարները սիրահոժար բերել են, մշակել են, ախտահանել են եւ գիրքը այսօր իր հավուր պատշաճի տեղը ունի գրադարաններում եւ իր բազմել է գրադարաններում ցավալի է եթե տանը հենց ընտանիքից իրենք գրքերը դուրս են հանում բայց ոչ նվիրատվության ձևով ոչ մշակույթի հետ ծանոթացնելով մերձեցնելով երեխային այստեղ եւ ուսուցիչը խնդիր կունենա եւ գրադարանավարը այսինքն ես բոլորին կոչ եմ անում խնդրում եմ տներում իրենք արդեն իսկ գրքի հետ հեքիաթներից սկսեն բնականաբար մենք մեր նուհերում հեքիաթների հեքիաթասացությունը բավականին այդպես զարգացած է եւ իրենք կարողանում են ամեն կերպ հա հեքիաթի հետ առնչել բայց երբ որ երեխան գնում է եւ տեսնում է այդ նույն հեքիաթի գիրքը եւ միգուցե ավելի արժեքավոր գիրք մայրը եւ հայրը տան մաքրության որոշակի գործընթացի հետ պայմանավորված հանում են կամ աղբամանն են նետում կամ աղբարկղի կողքն են դնում այդ երեխային դու որևէ կերպ չես կարող բերել քո դաշտ, բերել գրականության դաշտ, բերել ընթերցանություն խթանել, սերմանել, եթե համակարծիք եք, իրապես ամեն ինչ սկսվում է տնից։ Ես որպես այդպիսին իմ տարիների փորձառության հետ երկար տարիներ ես մանկավարժ եմ եղել եւ 16 տարվա փորձառությունը գոնե ինձ թույլ է տվել հասկանալու, որ դաստիարակություն որպես այդպիսին չկա։ Մենք բառերով եւ որևէ, չգիտեմ, ահեղագոճ արտահայտություններով երբևէ որևէ երեխայի դաստիարակել չենք կարող։ Մենք միայն մեր սեփական փորձով, մեր կենցաղով, մեր կենսակերպով մենք դաստիարակում ենք մեր երեխաներին։ Տնից սկսվում է ամեն ինչ, սիրելի մայրեր, խնդրում եմ, տնից սկսած բոլորին այսպես մոտեցրեք ընթերցանությանը, մշակույթին, իսկ մնացյալը ինձ թվում է արդեն գրադարանավարները եւ դպրոցի ուսուցիչները կանեն։ Ես լիահույս եմ, հավատացած եմ, որ ամեն ինչ արվում է դպրոցներում, որովհետեւ երբ որ հիմա երեխաները այցելում են գրադարաններ, մենք տեսնում ենք, որ հանձնարարված գրականություն է, տանում են, շատ ունենք, հաճախակի այդ այցելություններ շատ ունենք։ Ես չեմ կարող հիմա հավաստիորեն ասել, քանի գիրքն է ընթերցվում տանը կամ տարվում է դրվում է հետ է բերվում ես չգիտեմ բայց թեկուզ մայրերն էլ այն մատնանշած աուդիոգրքերով եւ այլնով կարող են սկսել երեխաների հետ ինչու՞ չէ եթե բալիկը չի ուզում ընթերցի թեկուզ տարական մասում դպրոցի կարող են իրենք աուդիոգրքերը գոնե դնել այդ հավելյալ խաղերի եւ հավելյալ չգիտեմ ինչ որ տարօրինակ ոչ չգիտեմ ինքնանպատակ ոչ ուսանելի թեկուզ հումորային ծրագրերը, թեկուզ խաղերը, այդ խաղային ժամանցների գոնե մի հատվածը կարող են տրամադրել աուդիոգրքերի լսմանը։ Ինձ թվում է ամեն ինչ կշտկվի այդ դեպքում, այսինքն սա արմատական խնդիր է, սա միայն գրադարանավարներինը չէ, եթե 100 օրեր տան գրքի օրվան եւ միջազգային օրեր լինեն որոշակիորեն, միևնույն է այս խնդիրը կմնա խնդիր այնքան, քանի դեռ արմատախիլ չեն արվել ընտանիքներում։ Այս վերաբերմունքը պիտի սկսվի ընտանիքներից։ Եվ վերադառնալով նորից գրքի օրան եւ գրադարաններին, ինչ նոր համալրումներ ունի գրադարանը, նոր գրքերով որքանով է համալրված։ Շատ բարի։ Մենք քանի որ այսպես նախ սոցիալական հարթակներում բավականին շատ հարցումներ ենք անում, որպեսզի մենք կարողանանք մեր ընթերցողի, երիտասարդ ընթերցողի եւ մեծահասակ ընթերցողի պահանջը բավարարել ըստ այդմ էլ այսօր արված սոցիալական հարթակում արված այդ սոցհարցման արդյունքում մենք գնում ենք գրքեր բավականին շատ համալրել ենք ժամանակակից գրականությունով, բայց չեմ ասի, որ պահանջ չունենք, դեռևս պահանջ ունենք։ Հիմա զբաղված եմ բոլոր գրադարանների թղթաբանությամբ, կարգավորմամբ, անմիջապես
Դրանից հետո արդեն համայնքի ղեկավարի հետ միանշանակ պետք է գան պայմանավորվածության եւ մենք զինենք բոլոր գրադարանները գերժամանակակից եւ սարքավորումներով եւ նաեւ շատ ու շատ գրքերով։ Ես չեմ ասի, որ համայնքը չունի ժամանակակից գրականություն, ունենք, բայց եթե մենք անգամ մեր այցելուն որոշակի պահանջ ունի, մենք երբևէ եթե չունենք տվյալ գիրքը, մենք շատ արագ միջգրադարանային համագործակցության արդյունքում բերում ենք մարզային գրադարանին եւ շնորհակալություն, մենք շատ լավ գործընկերներ ենք եւ մարզային գրադարանի տնօրենը եւս միջգրադարանային համագործակցության արդյունքում մեզ տրամադրում է բոլոր գրքերը իրենց մոտ, այսպես ասած, մի փոքր ավելի շատ է արդի գրականության ցանկը, վերջերս համալրում ունեցան բավականին մեծ մասշտաբով Եվ մենք շատ արագ այդ միջգրադարանային համագործակցությունը գործընկերային շրջանակում կազմակերպում ենք մեր գրադարանավարները բաժնույթի միջոցով գրքերը բերում են եւ մենք անպայման դրանք շրջանառում ենք։ Երբևէ չեմ հիշում դեպք առհասարակ, որ Հրազդան համայնքի գրադարան մտնի որևէ այցելու եւ մենք չկարողանանք իրեն ապահովել իր ցանկացած գրքով։ Իհարկե դա խոսքը չի վերաբերում շատ խիստ մասնագիտական գրքեր, որոնք արդեն ազգային գրադարանն ունի եւ այլն, բայց մենք փորձում ենք հնարավորինս բոլորին իրենց ստարժանվույն հասցնել եւ այցելուն գնա արդեն բավարարված իր պահանջից գոհ։ Իսկ ամենապահանջված գրքերը որ ժանրի գրքերն են, որ ընթերցողները պահանջում։ Շատ բարի։ Ես հիմա նկատելի է տենդենց թրիլերներ Տենդեց կա սիրային դրամաների, բայց վերջերս նաև հոգեվերլուծության հետ կապված այդպիսի թեմատիկ գրականություն, ինքնաճանաչողություն, հոգեվերլուծություն, այդպիսի եւ շատ են ընթերցում ես այսպես, չգիտեմ, բիզնես ոլորտի հետ կապված, ինչպես դառնալ հաջողակ բիզնեսմեն եւ այլն, նմանատիպ գրքերի շատ մեծ պահանջարկ ունենք։ Սա երևի ժամանակների հրամայականն է, պահանջն է։ Շատ են օրինակ ընթերցում Ռուբեն Եսայան, բավականին շատ են ընթերցում Ագաթա Քրիստի, Ջոջո Մոյես, բավականին կարող եմ մատնանշել գրքեր, բայց նորից եմ կրկնում, իմ ներկայությամբ անգամ շատ հաճախակի, երբ շրջայցեր եմ անում, ստուգումներ եւ այլն, հաստատապես տեսնում եմ 3-4 ընթերցող, շատ պատահաբար, անպայման գրադարան են մտնում եւ ես արագ հետամուտ եմ լինում, տեսնեմ ինչ գիրք են վերցնում։ Երկուսը վերցնում են ժամանակակից, բայց հավատացեք, մյուս երկուսը պարտադիր վերցնում են դասական գրականություն, մասնագիտական գրականություն եւ մենք պարտավոր ենք այս, չգիտեմ, մեր արժեքները պահպանել։ Նորից եմ կրկնում, ինչքան էլ ժամանակակից տեխնոլոգիաները փոխարինելու գան, պատկերացրեք առցանց գրականությունը շատ լավ է, շատ լավ։ Ես որտեղ լինեմ, ես կարող եմ առցանց օգտվել ամեն ինչից, բայց պատկերացրեք, որ չի լինում լույս։ Այսինքն, ինչքան հասանելի են, միևնույն ժամանակ ոչ կայուն։ Իրենց դինամիկ, հասանելի լինելու հետ միասին իրենք կայուն չեն։ Եվ ցանկացած վայրում, եթե ես պիտի օգտվեմ համացանցից, եթե լույս չլինի, ենթադրենք, բնականաբար ես չեմ ունենա այդ ինֆորմացիան։ Միևնույն է, ես գալիս եմ այն համոզման եւ բոլորին համոզում եմ, որ գիրքը լավագույն մշակութային կարևորագույն, լավագույն արժեքներից է, իսկ գրադարանը մշակութապահպան կարևոր օջախներից։ Նաև զրույցի սկզբում ասացիք, որ այսօր ունենալու եք հյուր գրող եւ նաև միջոցառում եք ով է լինելու գրողներից եւ ինչ թեմա է քննարկվելու։ Ահա, շատ բարի։ Մենք ունենք երիտասարդ գրողներ, որոնց հենց մենք ասեմ այստեղից սկսեմ, որ ավելի ճիշտ լինի։ Դպրոցներ, քանի որ ես ինքս մանկավարժ եմ, շատ հաճախ գրադարանավարների հետ դասը վարում է գրադարանավարը, այդպիսի մի ծրագիր եմ մշակել, ասեմ, որ դասի պլանով շատ նպատակամետ, այսպես դրա վերջնարդյունքում ունենում ենք արդեն երեխաների, սովորողների այս գրադարան եւ հետագա շատ կայուն համագործակցություն եւ այդ ժամանակ ես երիտասարդ գրողների, դպրոցահասակ գրողների հետ արդեն գտել եմ իրենց եւ այսօր իրենք պիտի ներկայացնեն իրենց ստեղծագործությունները։ Թերևս վերջերս, բոլորովին վերջերս գրքի շնորհանդես շատ մեծ մասշտաբով մակարդակով արվել է գրադարաններում, շատ ենք անում, այսօր ձևաչափը մի փոքր այսպես փոփոխության ենք ենթարկել եւ մեզ հյուրեր լինելով դպրոցահասակ, այդպես նոր
ստեղծագործողները, սա ոչ միայն իրենց համար հարթակ է առիթ է հանդես գալու, այլև հետագա իրենց գործունեության համար լավագույն խթան կհանդիսանա եւ իրենց հոգեբանության մեջ էլ ինչ-որ փոփոխություն կլինի նորից ստեղծագործելու, որովհետեւ իրենք կհասկանան, որ այդ ամենը ինչ որտեղ գոնե լսվում է, ինչ որտեղ արժևորվում է, սա շատ կարևոր է։ Մենք պիտի առհասարակ արժևորման հետ կապված շատ աշխատանքներ կազմակերպենք։ Հավատացեք, որ եթե դիմացինի փոքրիկ քայլն անգամ արժևորվում է, նա կարող է սարեր շուռ տալ։ Սա ինձ համար շատ կարևորագույն հարց է։ Ես իմ աշխատանքային գործունեության ընթացքում եւ առհասարակ հիմա այլ աշխատողների հետ կապված թեկուզ փոքրիկ գնահատանքի այդ մի փոքրիկ այդպես բանը նշույլը արդեն ծլարձակում է։ Մի փոքրիկ դու ուշադիր ես, իրենք քեզ տալիս են այն, ինչը դու անգամ չէիր սպասի։ Իսկ ամենաշատը ի՞նչն է ոգեշնչում ձեզ գրադարանում աշխատելիս։ Գրադարանում ինձ ոգեշնչում է առհասարակ, որ ես դառնում եմ հենց մշակութապահպան մեկը եւ արժեքները փոխանցողը հետագա սերունդներին, սա ինձ շատ կարեւոր է։ Պատկերացրեք, անգամ մեր գրադաներում համեցեք, կտեսնեք, որ անգամ փոշու հատիկ չկա։ Ես քանի որ ամեն օրյա վերահսկողություն ունեմ եւ վերահսկում եմ ամենօրյա եւ շատ այսպես լավ եմ ինձ զգում, երբ ունեմ ինչ որ իմ հետագա սերունդներին փոխանցելու մեջ իմ ներդրումը եւ շատ են ինձ ոգևորում իմ բոլոր աշխատակիցները, որովհետև համախմբված գրադարանում արդեն մոտ շուրջ 30 աշխատակից ունենք, բոլորը միաբերան համախմբված որևէ փոփոխության արժև այդպես իրենք չեն ընդդիմանում, որևէ բան չեն անում, ցանկացած նորարար, ցանկացած մի խելացի բան որ լինում է, իրենք շատ համախմբված անում են, ինձ սատար են կանգնում եւ մենք ունենում ենք վերջնարդյունք հրաշալի վերջաբանով։ Նաև ամփոփելով մեր զրույցը հեռուստադիտողներին եւ ընթերցողներին ինչ խորհուրդ ունեք եւ ինչ խորհուրդ կտաք նրանց գրքի միջազգային օրվա հետ կապված։ Շատ բարի։ Գրքի միջազգային օրվա հետ կապված խորհրդից առաջ մի փոքրիկ այսպես նկատառում ուզում եմ սիրով բոլորին տեղեկացնել, որ Հրազդան համայնքային գրադարանները այս library, remote library ծրագրին են միացված հիմա։ Այսինքն ինչ է սա նշանակում, որ տանից մարդիկ կարող են նախապես ամրագրել իրենց գիրքը, նախ որոնման հարթակ ունենք, որոնման հարթակում դա մենք դեռևս վերջերս ենք արդեն այդ ծրագրի մեջ ներառվել, նորից ստիպված եմ մատնանշելու հեղինակը համակարգացի Վահան Միսակյանն է, եւ որ հաղորդման սկզբում նշեցի, հենց համայնքային գրադարանների համակարգող Վահան Միսակյանը իր անհատական ծրագիրն է, երբ մենք ուսումնասիրեցինք, ես շատ արագ համագործակցեցի ինչ առումով, որովհետև ինքը բավականին լայնաշերտ եւ բավականին ժամանակակից ծրագիր է։ Մենք հիմա մեր համայնքային 9 գրադարանները այդ ծրագրում կան։ Այսինքն երբ մարդը չի ուզում ինքը հավելյալ այց անել գրադարան կամ տուրիստը պետք է գա, ասենք Հրազդան, Ծաղկաձոր, անպայման կարող է արագ որոնման կայքում գտնել գիրքը եւ եթե անգամ նորից չի ուզում, այնտեղ մենք ունենք առցանց հենց գրադարանավարի հետ կապվելու հնարավորություն, արագ կապվում են գրադարանավարի հետ, անգամ չմոտենալու դեպքում առաքման ծառայություն ունենք, անգամ փոստային առաքման եւ չեմ զարմացնի ասելու, որ այս նորարարությունը բավականին այցելուների քանակը այդպես ավելացրել։ Այո, ես թերևս Հրազդան համայնքի համար կասեմ, բավականին այցելուների քանակը այսպես ավելացել է այս ծրագրի շրջանակներում։ Ուզում եմ ասել, ցանկացած նորարար, ցանկացած մի բան կարող է նպաստել, որպեսզի կարողանանք ընթերցանությունը խթանել։ Եվ նաև պատկերացրեք, որ եթե անգամ հիմա ես այսպիսի հենց հանրայնացման հետ էլ կապված մի բան ասեմ, այսպիսի ծրագրեր ունեմ նախատեսած, բացի միջազգային օրվա հետ կապված, հենց այնպես ամենօրյա մենք պետք է կարողանանք հանրայնացնել, այսինքն ինչ անել արդյունքում գիրքը պատերից դուրս, այգում ընթերցանություն մեծահասակների երեխաների համար։ Մենք կարող ենք սոցիալական հարթակներում շատ արդի հնչեղություն ունեցող մի բան կազմակերպել գիրք, այսօրվա ընթերցած սելֆի, այսօրվա ընթերցած գրքի հետ։ Մարտահրավերներ նետենք,
ասենք մեկ համայնք, մեկ գիրք, համայնքի ընթերցողներին առաջարկում ենք գրքեր, մեկ գիրք եւ այնուհետեւ քննարկումներ կլինի դա սոցիալական հարթակներում քննարկումներ կարող ենք 1 օր 2 օր կազմակերպել սոցիալական հարթակում քննարկումներ 1-2 օր կարող ենք հենց գրադարաններում քննարկումներ սրճարաններում ինչպես նաեւ մատնանշեցի այսինքն այսպիսի հանրայացման ծրագիր եւ խոսքս ավարտելով ուզում եմ ասել որ սոցհարթակներում իրապես շատ մեծ ակտիվություն կա հիմա գրադարանների հետ կապված խորին շնորհակալություն նաեւ ազգային գրադարանին եւ համագործակցում են բոլոր գրադարանների հետ, թերևս մեզ հետ շատ կարևոր նպատակաուղղված սեմինարներ եւ այլն իմ խնդրանքի արդյունքում չեն մերժում երբևէ եւ ազգային գրադարանը եւս վերջերս հենց սոցհարթակում Zoom հարթակի միջոցով կազմակերպել էր մարաթոն, որը հոբելյանական 10-րդ մարաթոնն էր ամբողջ հանրապետությունը եւ Սփյուռքը 6 ժամ շարունակ ընթերցում էին Ավետիք Իսահակյան հրաշալի նախաձեռնություն այսինքն դեռևս ոչինչ կորսված չէ հնարավոր միջոցներ եւ հնարներ է պետք փնտրել միջազգային օրվա կապակցությամբ ողջունում եմ բոլորին մաղթում եմ որ լինեն ընթերցասեր որովհետև գիրքը լավագույն բարեկամն է, գիրքն է, որ մեր միջից դուրս է մղում չարիսեր սաղմերը եւ միայն այսպես աշխատասիրությամբ, բարությամբ է լցնում մեր հոգին։ Լավ եղեք, շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես շնորհակալ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Հրազդանի համայնքային գրադարան ՀՕԱԿ-ի տնօրեն Ասատրյան Կարինեի հետ։ Այս պահին լսենք երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Երբ ապրիլը մոտենում է իր վերջին շաբաթվան, հայ ժողովուրդը նորից կանգնում է հիշողության դիմաց, լուր, բայց հպարտ։ Վաղը ապրիլի 24-ին Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը մեկ հայացք կուղեն դեպի պատմության ամենամութ էջերից մեկը՝ հայոց ցեղասպանությանը։ 1915 թվականին սկսված այս ողբերգությունը 1.5 միլիոն անմեղ մարդու կյանք խլեց, թողնելով սերունդների մեջ վերքեր, որոնք մինչ օրս չեն սպիացել։ Մենք ունենք պատրաստած տեսանյութ ապրիլի 24-ին նվիրված, առաջարկում եմ այն այս պահին դիտենք։ Ապրիլի 24-ին երկինքը Երևանում սովորականից ավելի մուգ է, լռությունը սովորականից խոր է, եւ այդ լռության մեջ հստակ լսվում է հիշողության ձայնը։ Ծիծեռնակաբերդի ուղին հազարավոր ոտնաձայներով է լցված, բայց ամեն քայլ կարծես աղոթք լինի, ոչ թե պարզապես շարժում։ Հայ ժողովուրդն այսօր կրկին կանգնած է իր պատմության հսկայական ստվերի առաջ, հպարտ, բայց վշտի մեջ։ 1915 թվականը միգուցե թվով հեռու է, բայց հոգով շատ մոտ։ Մի ժողովուրդ, որը կորցրեց 1.5 միլիոն կյանք, բայց չկորցրեց իր լեզուն, իր հոգին, իր հիշողությունը։ Ծաղիկներն անշարժ կանգնած են անմար կրակի շուրջ, կենդանի ու փխրուն մի պատ կազմված հազարավոր մանուշակներից, որոնք ինքնին դարձել են զոհերի լռակյաց վկաները։ Հուշարձանը չի խոսում, բայց ամեն ինչ ասում է։ Այսօրը ոչ թե միայն անցյալը հիշելու օր է, այլ ներկան ապրելու։ Այսօրը նաև ապագայի խոստում է, որ մենք որպես ժողովուրդ այլևս չենք լռի։ Մենք հիշում ենք, որովհետև ապրում ենք։ Եվ քանի դեռ քայլում ենք ծիծեռնակաբերդ տանող լուրջ ճանապարհով, հիշողությունը չի մարի։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին շուրջ 250 հայ մտավորականներ, գրողներ, լրագրողներ, բժիշկներ, պատգամավորներ։ Վանում ապստամբություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով, ինչին հաջորդեց եւս 600 ազդեցիկ հայերի ձերբակալությունը։ Այդ օրը համարվում է հայոց ցեղասպանության պաշտոնական սկիզբը։ Նրանք բոլորն էլ աքսորի ճանապարհին գազանաբար սպանվեցին։ Հայերի տեղահանությունն ու սպանդը շարունակվեց տարիներ։ 1915-ից 23 թվականներին շուրջ 1.5 միլիոն մարդ բնաջնջվեց։ Հայ ժողովուրդը կրեց ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական ահռելի կորուստներ։ Ոչնչացվեցին կամ յուրացվեցին հայերի հազարամյակներով ստեղծված պատմամշակութային արժեքները։ Ավերվեցին կամ կողոպտվեցին հայկական մոտ 2350 եկեղեցիներ եւ վանքեր։ Վերացվեցին մոտ 1500 դպրոցներ։ Ոչնչացվեցին 20000-ից ավելի հայկական ձեռագրեր եւ հնատիպ գրքեր։ Հրկիզվեցին ու կողոպտվեցին ավելի քան 60 հայկական քաղաքներ եւ 2500 գյուղեր։ Ավելի քան կես միլիոն վերապրածներ ցրվեցին աշխարհով մեկ ձևավորելով հայկական Սփյուռքը։
Օսմանյան կայսրությունում հայերի եւ նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հрьяաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար ցեղասպանություն եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։ Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը։ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան, որով ցեղասպանությունը սահմանվեց որպես միջազգային հանցագործություն։ Պատմաբանները հայոց ցեղասպանությունը ներկայացնում են որպես 10-րդ դարի առաջին ամբողջապես պլանավորված եւ համակարգված ցեղասպանություն։ Այն բաղկացած էր մի քանի փուլերից՝ հայ տղամարդկանց զանգվածային կոտորածներ, որոնք նախապես զինաթափվել էին կամ ձերբակալվել, կանանց երեխաների եւ տարեցների աքսորներ հիմնականում դեպի սիրիական անապատ, սով հիվանդություններ, բռնի իսլամացում, որոնք ուղեկցվում էին ամբողջ ճանապարհին, մանկանց առևանգումներ, օտար ընտանիքներին հանձնում, օտարացում, ճանապարհին 100 հազարավոր մարդիկ մահացան առանց գերեզմանի, անունի կամ հիշատակի, մի ամբողջ քաղաքակրթություն փորձ արվեց ջնջել, սակայն չհաջողվեց։ Հայ ժողովուրդը կորցրեց 1.5 միլիոն կյանք, բայց չկորցրեց իր հոգին, իր լեզուն, իր հավատը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, իսկ ցեղասպանության փաստը առաջին անգամ պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։ Չնայած դրան, Թուրքիան շարունակում է պաշտոնապես շղթել ցեղասպանության փաստը։ Հայոց ցեղասպանությունը սոսկ անցյալ չէ, դա վերք է, որը դեռ փակված չէ։ Դա նաև ուժ է հիշելու, արժևորելու, պայքարելու։ Այսօր ապրելով անկախ Հայաստանում մենք պարտավոր ենք պահպանել ոչ միայն մեր պետականությունը, այլև մեր պատմական հիշողությունը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ նաեւ հաղորդման վերջում հիշեցնեմ, որ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ կանցկացվի այսօր, որը կմեկնարկի 19:15-ին Հանրապետության հրապարակից։ Իսկ մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։